մասին, առաջերտում մենք պետք է խոսենք, թե համախառն ներքին արդյունքում այդ կամ այն ոլորտը արտադրություն, գյուղատնտեսություն, շինարարություն, ծառայություններ, ինչպիսի մարտաբաժիններ ունեն եւ իսկապես 2008 թվականի համաշխարհային ֆինանսական ճգնաժամի արդյունքում մեր հիմնական հարցը այն էր, որ մեր մոտ շինարարության ոլորտը չափազանց մեծ ծավալներ ունի եւ հետեւաբար նաեւ մեծ խոցելիություն ունի այն պատճառով, որովհետեւ այդ շինարարության ոլորտում հիմնական աճ ապահովում է դրսից ներդրումների ճանապարհով, հատկապես Ռուսաստանի դաշնության կողմից ստացված տրանսֆերների արդյունքում իրականացող ներդրումների արդյունքում։ Եվ երբ մենք հիմա ենք նկատում, ապա մեր Ռուսաստանում, մասնավորապես Ռուսաստանում այդ իրավիճակը չափազանց ավելի խորն է, քան նախորդ ֆինանսական ճգնաժամի նկատմամբ մեր բացական ազդեցությունը այնքան խորը չի, ինչքան նախորդ անգամ է եղել։ Եվ դրա հիմնական պատճառը նա է, որ մեզ մոտ այլևս մեր հնան դիվերսիֆիկացված է եւ շինարարությունը, որը ինչպես ես արդեն ասացի, էապես կախված է Ռուսաստանից ներկրվող այդ կապստացվող տրանսֆերների հետևանքով այդքան մեծ նշանակություն չունի մեր հնայի մեջ։ Այ հաշվի առնելով այս դժվար իրողությունները, նույն Ռուսաստանի վարչապետը ընդունեց, որ սխալ էին թույլ տալիս, քանի որ հիմնական բյուջեն կազմվում էր նավթից եւ որոշեցին նվազեցնել այդ ցուցանիշը։ Մենք ինչ ընդունում ենք արդյոք, որ ինչ որ սխալ մենք նույնպես անում ենք բյուջեն կազմելիս, որ պետք է հաշվի առնենք 2016-ին։ Մենք հենց այդպես էլ արել ենք, ըստ էության մենք հիմա շատ ավելի շատ ենք փորձում մեր ակնկալիքները կապել ներքին ռեսուրսների հետ եւ դա է հենց փաստորեն այն ամենը, ինչի մասին մենք այսօր այստեղ խոսեցինք, որ մենք ունենք ներքին ռեսուրսներ, որոնց գործարկումը մեզ պետք է թույլ տա որպեսզի այս ոչ բարենպաստ արտաքին տնտեսական միջավայրի ժամանակ այդուհանդերձ մենք կարողանանք իրականացնել այն ծրագրերը, որ նախատեսված են բյուջեում։ Ներքին ռեսուրսի մեջ մտնում է նաև տեղական արտադրանքի զարգացումը։ Այո, իհարկե։ Ուղղակի տեղական արտադրանքի զարգացման իրականացման համար կամ տեղական տնտեսության զարգացման համար պետք է իշխանությունները պայմաններ ստեղծեն, այդ պայմանների ստեղծման համար մի քանի ճանապարհներ կան։ Ես այդ բոլոր ճանապարհների մասին արդեն ասացի, պետք է ընդունեն Բայց ապարատի, կառավարման ապարատի մենք նվազման կրճատման կարիք ունենք, ինչպես որ Ռուսաստանը գնաց, հաշվի առնելով տնտեսական դժվարությունները։ Այո, ապարատի կրճատման եւ ապարատի մակարդակի բարձրացման խնդիր միշտ կա եւ միշտ ակտուալ է։ Ուղղակի այդտեղ պետք է դուք միշտ այն խնդիրը դեր առաջ ունենաք, որ հանուն կրճատման երբեք հնարավոր չի իրականացնել։ Դուք պետք է նոր ծրագրեր ներկայացնեք այս կամ այն գյուղատնտեսության համար եւ այդ նոր ծրագրերի իրականացման ներքո համապատասխան աշխատակազմ ձևավորեք ավելի բարձր մակարդակով, միգուցե նաեւ փոքր աշխատակազմով։ Պարոն Մինասյան, տեսեք դուք ասացիք, որ ներմուծումը 20-30%-ով է նվազել, արտահանումը քիչ, բայց ներմուծումը երբ որ նվազել է, դա նշանակում է, որ երկրի ներսում սպառողների թիվն է, չէ՞, կրճատվել։ Սպառումը կրճատվել է, այսինքն նշանակում արտագաղթի թիվն է աճել, ցուցանիշը։ Դա հանգստացնող չէ։ Միայն դա չի, իհարկե, որտեղ դու կարող եք ավելի քիչ սպառել ներմուծված ապրանքներ եւ ավելի շատ տեղական ապրանքներ։ Այսինքն դա խոսում է, որ տնտեսապես, սոցիալ-տնտեսապես մարդիկ ավելի վատ են ապրում, եթե սպառումը նվազել է։ Լսեցիք, ես այս դուք կարող եք ավելի քիչ սպառել ներմուծված ապրանքներ եւ ավելի շատ տեղական արտադրության ապրանքներ։ Բայց դա մի գործոն է, բայց հիմնականում մենք ունենք արտագաղթի աճ։ Ես չեմ կարծում, որ արտագաղթի աճը այս պայմաններում մեծացել է, չունեմ այդպիսի տվյալներ եւ կարծում եմ հակառակը, այն պարզ պատճառով, որ Ռուսաստանի Դաշնություն, որտեղ իսկապես արտագաղթի հիմնական ուղղությունն է, այո, ուղղությունն է, որտեղ գնում են, կյանքը շատ ավելի վատացել է, քան մի քանի տարի առաջ, եւ այդ վատացման տենդենսները ասես թե շարունակական են լինելու, գոնե տեսանելի է մոտ ապագայում։ Եվ այս պարագայում ես չեմ կարծում, որ այն մարդիկ, նույնիսկ արտագնա աշխատողները այլևս արտագնա աշխատանքի չեն մեկնում, ելուր իրենց ընտանիքները տանեն մի երկիր, որտեղ փաստորեն իրենց ապրոստը, որ բերում էին եւ այստեղ կարողանում էին ապրել, հնարավոր չի լինում։
Այսինքն այս վատ իրավիճակը, որը առկա է Հայաստանում, վատացման տեմպերը, նեգատիվ վատացման տեմպերը, Հայաստանի կամ նախադասությունս այսպես ասում, այն նեգատիվ իրավիճակը արտաքին տեսական մթնոլորտին, որ առկա Հայաստանում, հենց մասնապես Ռուսաստանում շատ ավելի վատ իրավիճակի դրսևորում է։ Հետևաբար արտագաղթ դեպի Ռուսաստան քիչ տրամաբանական եմ հիմա համարում։ Այսինքն ներգաղթ կլինի Տեսեք, նորից եմ ուզում ասեմ, ես այդպիսի տվյալներ չունեմ, ունեմ ուրիշ տվյալներ, կարծում դուք եք դրան տեղյակ։ Արտագնա աշխատանքի մեկնողները այլևս չեն մեկնում։ Մնում են երկրում, որտեղ չկան աշխատատեղեր։ Չկան աշխատատեղեր, այն աշխատավարձի համապատասխան, որոնք նրանք բերում էին արտերկրից։ Շատ լավատեսական է, մի վերջին հարցն էլ, այ անվտանգությունը ամեն դեպքում իսկապես կարևոր է, բայց արդյոք չեք կարծում, որ 25 տարվա մեջ անվտանգությունով պայմանավորել տնտեսական վիճակը վատ ապրել, դա նաև մանիպուլյացիոն է։ Հիմա տեսեք, ինքան Եվ զարգացումը կապել դրա հետ, որտեղ հնարավոր է զարգանալ պատերազմական իրավիճակում Իսրայելը մեզ օրինակ։ Ի վերջո շատ ավելի լավ են ապրում, քան մենք։ Դուք ուզում եք Իսրայելից Հայաստան համատեք։ Ես չեմ համատում, որտեղ շատ հեռու ենք եւ գաղափարապես եւ ավելի նվիրված լինելով եւ շատ այլ գործոններով։ Այդ ավելի շատ գործոնները որոնք են։ Դե շատ հեռու ենք հաստատ իրենցից։ Բայց եթե շատ հեռու ենք, ինչու եք ուզում Իսրայելի օրինակը բերեք։ Ես նկատի ունեմ, որ պատերազմական վիճակում հնարավոր է զարգանալ։ Եվ դա մի քիչ մանիպուլյացիոն է, էլի, ամեն դեպքում միայն պատերազմով պայմանավորել վատ վիճակը։ Կարելի ավելի քիչ գողանալ բյուջեից եւ զարգանալ։ Երբ մենք խոսում ենք ծախսել։ Դրա մասին արդեն ասեցի, դուք ուշադիր չէիք, բայց կարող եմ ասել։ Բայց ինչու եք ուրեմն սխալ բաներ ասում։ Սխալ բաներ չեմ ասում, նկատի ունեմ, որ դա մի քիչ մանիպուլյացիոն է ամեն դեպքում, անդադար ասել, որ խոսում եք, թե հարցազրույց է։ Ես Եկեք հարցազրույցի մակարդակով շարունակենք, եթե դեմ չեք։ Տեսեք, Իսրայելի մասին խոսել եւ համատել Հայաստանի հետ պետք է մեծ վերապահումով, որտեղ այն հնարավորությունները, որ ունի Իսրայելը, երևացող ու չերևացող, Հայաստանը ոչ միայն չունի, այլև չի էլ կարող ունենալ։ Այնպիսի հզորագույն երկրներ, որոնք Իսրայելի առաջի պաշտպաններն են, շատ պատճառներով առաջի պաշտպաններն են, եղել են կարող լինեն, Հայաստանը չունի եւ չի կարող ունենալ։ Ֆինանսական հնարավորություններ, որում Իսրայելում չապրող տարբեր քաղաքացիներ ուղղորդում են դեպի Իսրայելը, Հայաստանը չունի, չի ունեցել եւ չի կարող ունենալ։ Հետո մենք պետք է խոսենք այն հնարավորությունների պայմաններում, որոնք մենք ենք։ Մենք ունենք 70 միլիոնանոց թուրքիա մեր արևմուտքում, 8-10 միլիոնանոց ադրբեջան մեր արևելքում, Թուրքիան ասում է, որ իրենց տերմիններով Ղարաբաղյան կամ ադրբեջանական հողերի արտադրում է իր առաջի խնդիրն է եւ այս պարագայում իսկապես անվտանգության մասին թիրահավատարեն խոսալը ես կարծում եմ պրոբլեմը լուրջ չընդունելն է։ Ես չեմ ուզենա, որ այն մարդիկ, ովքեր պրոբլեմը լուրջ չեն ընդունում անվտանգության, ես չեմ կարծում